Պլանը շատ պարզ է, 3 ուժով մասնակցել ընտրությունների, կարող է ընթացքում նույնիսկ ասեն, որ մենք միմյանց հետ կապ չունենք, հետո կոալիցիայով կամ միմյանց քվեարկելով վերցնել իշխանությունը։ Իշխող ՔՊ-ին մտահոգել են ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերադասավորումները, որոնք կարող են կրկնել Գյումրիի քաղաքապետի ընտրությունները, երբ ընդդիմությանը հաջողվեց միավորվելով պարտության մատնել իշխանությանը։ ՔՊ վարչության անդամ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ Գյումրիի պլանը համապետական ընտրություններում կիրառելու փորձ են անելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերը։ Այս առումով վարչապետ Փաշինյանի կուսակիցը պատահական չի համարում, որ Քոչարյանի հետ ասոցացվող որոշ ուժեր հայտարարում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ միասին ընտրություններին մասնակցելու մասին։ Քոչարյանի թիմի մի մասի Ծառուկյանի ցուցակ տեղափոխվել է եւ միասին ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է, եւս մեկ անգամ վկայում են, որ հավաքական ընդդիմության ծրագիրը, պլանը Գյումրիի սցենարի կրկնությունն է ամբողջ Հայաստանում։ Նրանք սա մասին ուղիղ հայտարարում են ըստ երևույթին, Քոչարյանն է դրա մասին ուղիղ ասել, ռուսաստանցի օլիգարխի թիմն է դրա մասին ասել, եւ հիմա փաստորեն Ծառուկյանն ընկել են միանում սրան։ Ես վարչապետի պաշտոնին տեխնացու ունեմ, իհարկե ունեմ։ Մեկի տեղը 3 ունեմ։ Մեկը մեկից գրագի հետ, մեկը մեկից ուժեղ, պատրաստված։ Դեկած կանգիր, ձերքդ պարզիր, ու ասայո մեր պայքարին, հայեր, ոտքի։ Քաղաքական նոյան տապան կառուցող, բայց վարչապետի պաշտոնին չհավակնող ԲՀԿ առաջնորդին այս օրերին եւս մեկ ուժ է միացել։ Սուրեն Սուրենյանցի դեմոկրատական այլընտրանքից բացի Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին ծրագրով ընտրություններին մասնակցելու եւ իշխանափոխության հասնելու մասին օրերս հայտարարեց Մայր Հայաստան կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը։ Ընտրություններով ԲՀԿ-ի հետ միասնաբար հանդես գալն ուղերձ է այն մասին, որ ձևավորվում է ուժային կենտրոն, որը թիմային ու ծրագրային լուրջ այլընտրանք է իշխանությանը եւ հավակնում է պետության կառավարման ղեկը ստանձնելուն։ Անդրանիկ Թևանյանը դեռևս 2021-ին Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ընդդիմադիր Հայաստան խմբակցության անդամ էր։ Թևանյանը սակայն 2023-ին վայր դրեց պատգամավորական մանդատը եւ մասնակցեց Երևանի ավականու ընտրություններին, ստանալով 12 մանդատ։ Անցած տարի Գյումրիի, ապա Վաղաշապատի ավականու ընտրություններում Թևանյանի ուժը եւս հաղթահարեց անցողիկ շեմը եւ երկու քաղաքներում էլ ստացավ երկուական մանդատ։ Քոչարյանի երբեմնի դաշնակիցը այսօր արդեն հայտարարում է Գագիկ Ծառուկյանի հետ միասնական ջանքերով Փաշինյանի վարչախմբին հեռացնելու մասին։ Այս տարին պետք է դառնա գործող վարչախմբի հեռացման տարի։ Եթե բոլորս քաղաքական մեկ թիրախ ունենանք, միմյանց դեմ քայլեր չիրականացնենք, ապա այս հոգավորի երգը երգվելու է։ Այդպես չէ։ Միացիր։ Միացիր։ Մամուլում տեղեկություններ կան, թե Գագիկ Ծառուկյանի հետ մի ցուցակով ընտրություններին կարող է մասնակցել նաև Հայրենիք կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։ Սակայն ԱԱԾ նախկին տնօրենի առաջնորդած ուժի գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանը փոխանցեց, որ այս պահին նման որոշում չունեն եւ ընտրություններին առանձին մասնակցելու իրենց մտադրությունն առայժմ ուժի մեջ է։ Որոշման փոփոխություն չունեք, առայժմ առանձին եք ուզում մասնակցել ընտրություններին։ Դա է։ Այդ որևէ նոր բան չկա, որևէ փոփոխություն առկա չի։ Մեր կուսակցության վարչապետի տեխնացուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան 2026-ի ընտրություններում երկրի ղեկին հավակնում է ոչ միայն քաղաքական նոյան տապանն առաջնորդող Գագիկ Ծառուկյանը, այլև ուժեղ Հայաստանի առաջնորդ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը։ Տնային կալանքում գտնվող գործարարի քաղաքական թիմը մտադիր է հունիսի 7-ի ընտրություններում մեծամասնություն ստանալ, փոխել վարչապետի տեխնացուին վերաբերող սահմանադրության 148-րդ հոդվածը եւ Սամվել Կարապետյանին վարչապետ դառնալու հնարավորություն տալ։ Կարապետյանն այժմ չի կարող լինել ոչ վարչապետ եւ ոչ էլ падգամավորի տեխնացու, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է։ Հունիսի 8-ին չի լինելու այս իշխանությունը։ Այս իշխանությունը ամենալավագույնը հարգելով մեր ժողովրդի ընտրությունը լինելու է ընդդիմություն եւ կարծում եմ շատ փոքր։ Ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանն այսօր վստահեցրեց, այս պահի դրությամբ իրենք ընդդիմադիր մյուս կենտրոնների հետ հնարավոր յետընտրական համագործակցության հարցը չեն քննարկում։ Իրենց ծրագիրը հունիսի 7-ի ընտրություններում մեծամասնություն վերցնելն է։ Այդպիսի քննարկում բացարձակ չի եղել։ Մենք չենք դիտարկում որևիցե այլ սցենար, քան որակյալ մեծամասնությունը վերցնելու։ Կգա ժամանակը կհասկանանք, կտեսնենք։
Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3 առավելագույնը 4 խոշոր բլոկներով։ Իշխանությունը սակայն վստահ է, ընդդիմության պլանը յետ-ընտրական համագործակցությամբ իշխանությունը վերցնելն է, թեկուզ եւ այժմ այդ մասին չեն բարձրաձայնում։ Հետևաբար վարչապետ Փաշինյանի ղեկավարած ուժի առանցքային անդամներից Ռուբեն Ռուբինյանը պնդում է, պետք է այնպես անել, որ այս ուժերը ոտնատակ չանեն քաղաքացիական պայմանագրի ձեռքբերումները։ Մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայաստանում ժողովուրդը շարունակի որոշել, թե ով է լինելու իշխանություն, թե ով է լինելու վարչապետ, այլ ոչ թե Քոչարյանը եւ երկու օլիգարխները, ռուսաստանցի օլիգարխը եւ տեղական օլիգարխը։ Մենք չափազանց շատ զորողությունների ենք գնացել, որպեսզի մեր երկրում արդարություն եւ խաղաղություն հաստատենք եւ հիմա, երբ որ մենք կանգնած ենք դրանք անշրջելի դարձնելու շեմին, մենք թույլ չպիտի տանք, որպեսզի Քոչարյանն ու երկու օլիգարխները ոտնատակ տան մեր ձեռքբերումները։ Այս ընտրությունների արդյունքում տեսեք ինչա տեղի ունենալու։ Իդեպ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում այլևս չի լինելու քաղաքականությամբ զբաղվող ոչ նախկին նախագահ եւ ոչ էլ օլիգարխ։ Փաշինյանը սակայն չէր մանրամասնել, թե ինչպես է դրան հասնելու։ Տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ չեք տեսնելու։